Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հանձնաժողովի տիկին նախագահ, կառավարության հարգելի անդամներ, նախ ես նույնպես ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթելու համար Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը եւ պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է, բայց սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետեւ կարծում եմ, որ ժողովուրդը նաեւ իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը եւ նրան ուղեկցող քրեա օլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից եւ իհարկե սա լինելու է քաղաքական մեծամասնության եւ կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների եւ շատ վճռական եւ հատուկ հայլերով։ Ուզում եմ նաեւ շնորհավորել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը արձանագրած արդյունքի եւ հաղթանակի առիթով քաղաքացիական պայմանագիրը կունենա խորհրդանական մեծամասնություն, ինչպես նաեւ կձևավորի կառավարություն եւ առաջիկա ամիսներին մենք այդ թեման քննարկելու հնարավորություն կունենանք, իսկ այսօր այստեղ եմ հարգելի գործընկերներ 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման առիթով եւ պիտի արձանագրեմ, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ, ինչը 2024 տարվա ցուցանիշից ավել է 307 միլիարդ դրամով կամ 11%-ով, իսկ 2017 թվականի ցուցանիշից ավել է 2.3 անգամ կամ 1 տրիլիոն 648 միլիարդ դրամով։ Սա առանձնահատուկ ուշադրության արժանի ցուցանիշ է, որովհետև արձանագրվում է այսպիսով, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է, այսինքն ավելացել է շուրջ 135%։ Մենք նախ բյուջեին ավելացրել ենք եւս մեկ նման ճշգրիտ 2017 թվականի բյուջե եւ նաեւ դրան գումարվել է եւս 35%։ Սա կարծում եմ, որ շատ կարևոր եւ էական ցուցանիշ է եւ այս ցուցանիշի համար կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, ինչպես նաեւ հսկիչ դրամարկային կտրոն պահանջող եւ դուրս գրող բոլոր տնտեսվարողներին եւ քաղաքացիներին, որովհետեւ ինչպես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, Հայաստանի Հանրապետության բյուջեն մեր ընդհանուր ընտանեկան բյուջեն է, Հայաստանի Հանրապետության ընտանեկան բյուջեն է եւ մեզնից յուրաքանչյուրը հենց այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերի պետական բյուջեի նկատմամբ։ Նաեւ հարկ եմ համարում ընդգծել, որ պետական բյուջեի ծախսերը եւս էականորեն աճել են եւ ծախսերը եղել են 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, որը 2017 թվականի համեմատ կրկին կրկնապատկվել է, այսինքն աճել է շուրջ ավելի քան կրկնապատկվել է 120%-ով աճել է եւ առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ այդ ծախսերի մեջ էականորեն աճել են կապիտալ ծախսերը եւ ըստ էության 464.2 միլիարդ դրամով կամ ավելի քան 2.9 անգամ, այսինքն 190%-ով կապիտալ ծախսերը աճել են, սա կարծում եմ առանձնահատուկ ուշադրության է արժանի, եւ որովհետեւ հենց այս ծախսերով է, որ մենք իրականացնում ենք այն տեսանելի ծրագրերը, որոնց մասին խոսում ենք եւ որոնցով հպարտանում ենք, եւ նաեւ շատ կարեւոր է արձանագրել, որ
Վերջին տարիներին արձանագրված բարձր տնտեսական աճի արդյունքում տնտեսական եւ սոցիալական ոլորտներում 2025 թվականի ընթացքում կապիտալ ծախսերի մակարդակը ներառյալ սուբվենցիաների մասը 2018 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է, ավելացել է 3.5 անգամ։ Սա շատ կարևոր ցուցանիշներ են, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ պետական բյուջեի ցուցանիշները այսպիսին են, բայց ես կարևոր եմ համարում նաև մենք արձանագրենք, թե ինչ շոշափելի արդյունքներ ենք մենք ունեցել։ 2026 թվականին դուք տեղյակ եք, որ արդեն սկսեց աշխատել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, բայց պիտի նաև արձանագրեմ, որ դա առանձին վերցրած իրադարձություն չէ, որ մեկ էլ հանկարծ տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 1-ին։ Սա ըստ էության 8-ամյա հետևողական բարեփոխումների արդյունք է, քայլ առ քայլ բարեփոխումների արդյունք է, որով մենք կարողացանք հասնել այն կետին, որովհետև խնդիրը միայն համընդհանուր ապահովագրության համակարգը ներդնելը չէ, խնդիրը նաև այդ համակարգի բնականոն աշխատանքը ապահովելն է, ու քանի որ նաև ընտրությունների քարոզարշավի ընթացքում կային շահարկումներ, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը չեղարկվելու է եւ կառավարությունը դա արել է նախընտրական նպատակներով, ուզում եմ հստակ արձանագրեմ, որ առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև առաջիկա տարիներին ընդլայնվելու է եւ 2028 թվականին մենք արդեն ակնկալում ենք, որ ողջ բնակչությունը ներգրավված կլինի առողջության ապահովագրության համակարգում, այս պահի դրությամբ ամենակարևոր արդյունքն այն է, որ մինչև 18 տարեկան երեխաներ եւ 65+ տարեկի թոշակառուները օգտվում են պետական բյուջեի միջոցներով առողջության ապահովագրության համակարգից եւ սա նույնպես շատ կարևոր ձեռքբերում է։ 2025 թվականի կարևորագույն ձեռքբերումներից մյուսը կենսաթոշակների ավելացումն է։ Չնայած այնտեղ է ունեցել 2026 թվականի ապրիլի 1-ից, բայց կարևոր է արձանագրել, որ այդ որոշումը մենք կայացրել ենք 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշները տեսնելուց հետո, որովհետև տնտեսական աճը, որը մենք արձանագրել ենք, ավելին է, քան կանխատեսվել էր 7.1% տնտեսական աճ, եւ այդ աճ արձանագրելուց հետո մեզ համար ակնհայտ էր, որ ավելացած, այսինքն չկանխատեսված պոզիտիվ մասսա աճի պետք է արտահայտվի երկրի սոցիալական վիճակի վրա եւ մենք որոշում կայացրեցինք, ինչպես տեղյակ եք, կենսաթոշակների ավելացման մասին եւ մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը այսօր ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, իհարկե նկատի ունենալով նաև անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որը շատ կարևոր գործոն է։ Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ 2018 թվականից մինչև 2026 թվականը 8 տարիների ընթացքում մենք ըստ էության 7 անգամ անդրադարձել ենք կենսաթոշակների հետ կապված խնդիրների, կլինի դա հենց ուղիղ կենսաթոշակները ավելացնելով, թե անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը նկատի ունենալով։ Իհարկե 2025 թվականի պետական բյուջեի կարևոր արդյունքներից է նաև այն, որ մենք հաջողությամբ շարունակեցինք եւ շարունակում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագիրը եւ այս տարի հիմա այս պահին արդեն շինարարական process-ի մեջ է 374 դպրոց, այսինքն մենք պլանավորում ենք 300 դպրոց ավարտել 2026 թվականին եւ միանգամից կսկսենք հաջորդ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը եւ նաեւ ուզում եմ ասել, որ այս ծրագրի հատկացումները արդեն գերազանցում են $1 միլիարդ, այսինքն մենք ավելի քան 1 միլիարդ մոտավորապես $200 միլիոն հատկացրել ենք դպրոցաշինության ծրագրի եւ սա կարծում եմ նույնպես բյուջետային շատ կարևոր ցուցանիշ է, իհարկե խոսքը մի տարվա մասին չէ, բայց 2021 թվականից մինչև օրս մենք այդ արդյունքը արձանագրել ենք
եւ նաեւ 500 մանկապարտեզների ծրագիրն է իրականացվում, որը ելի հաջողությամբ է իրականացվում։ Ես գնահատում եմ ծրագրի ընթացքահաջող եւ մենք վստահ ենք, որ այս տարի 500 մանկապարտեզ կունենանք ավարտած եւ մեր երեխաները հասանելիությունը էականորեն կաճի մանկապարտեզների վերաբերյալ 2025 թվականին մենք կարողացել ենք 500 կիլոմետր ճանապարհի մեր խնդիրը լուծել եւ նաեւ ուրախությամբ եմ արձանագրում, որ հյուսիս-հարավ մայրուղու աշտարակ Գյումրի հատվածը պատրաստ է արդեն շահագործվում է, տեղյակ եք, որ մենք միասին ենք բացել այդ ճանապարհը, բայց 2025 թվականի կարևորագույն իրադարձությունը իհարկե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված իրադարձությունն է, երբ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատեցինք նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը եւ հռչակագիր ընդունելով, որը որպես վկա ստորագրեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեր խնդիրը ներկայումս շատ պարզ է, մենք առաջիկայում պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը եւ այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացնենք, բայց կարեւոր է, որ այս ընթացքում մենք կարողացանք նաև ավարտին հասնել TRIP նախագծի շուրջ Հայաստան Միացյալ Նահանգներ համաձայնագիրը, որը արդեն ստորագրված է եւ մենք արժեվում պիտի սկսենք վավերացման գործընթացը։ Կարևոր է արձանագրել, որ սա իսկապես իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի եւ սա իհարկե մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում եւ 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները։ Ուզում եմ ասել նաեւ, որ մենք Հայաստանում ընդհանուր առմամբ երկաթուղային ենթակառուցվածքները ավելի լավ վիճակի բերելու ուղղված աշխատանքներ ենք իրականացնում եւ այս պահին նաեւ հայտարարված է Ախուրիկ Գյումրի հատվածի վերականգնման հետ կապված մրցույթը, որը իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով եւ մենք իհարկե հետագայում նույնպես երկաթուղու հետ կապված այդ թվում միջազգային գործընկերների հետ կիրականացնենք որոշակի ծրագրեր։ Վերադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին ուզում եմ հիշեցնել հարգելի գործընկերներ, որ նախագահ Տրամփի հետ մենք մի քանի մտադրությունների հուշագիր ստորագրեցինք, նրանցից մեկը վերաբերվում էր բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերին համագործակցությանը եւ 8 ամիս ըստ էության 10 ամիս է անցել այդ համաձայնագրի ստորագրումից եւ եկեք տեսնենք թե մենք ինչ արդյունքներ ունենք արդեն իսկ Երևանի պետական համալսարանում ստեղծված է արհեստական բանականության կենտրոն, կառավարությունը $10 միլիոն է հատկացրել եւ սուպեր համակարգիչ է ձեռք բերել Երևանի պետական համալսարանի համար։ Երկրորդը Գագարինում արդեն բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը եւ այս օրերին արդեն Հրազդանում կբացվի արհեստական բանականության երկրորդ գործարանը, ինչը տեխնոլոգիական լրջագույն անցում է Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ այսպիսի տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալը եւ այսպիսի ներդրումների համար նպաստավոր եւ հետաքրքիր երկիր լինելը իհարկե էականորեն փոխում է Հայաստանի Հանրապետության եւ միջազգային իմիջը եւ իհարկե նաեւ մեր տնտեսական ներդրումային միջավայրը եւ մենք ընդհանուր առմամբ լավատես ենք մեր տնտեսության հետագա ընթացքի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ TRIP նախագծի արհեստական բանականության շուրջ այս գործընթացների շրջանակներում մենք կարողանանք ապահովել տարեկան առնվազն 6% տնտեսական աճ, ինչը երաշխիք է ստեղծում, որ մենք այդ թվում սոցիալական ոլորտի մեր բարեփոխումները հաջողությամբ իրականություն կդարձնենք։ Ընդհանուր առմամբ նաև քանի որ նաև 5 տարին ենք ամփոփում նախորդող 2021 թվականից, հարկ եմ համարում ընդգծել, որ կառավարությունը նախորդող շրջանում ավելի քան 3.4 միլիարդ դոլարի տարբեր ծրագրերով աջակցություններ է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սկսած հիպոթեկային հարկի պարագայում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, շարունակած տնտեսական արդիականացման ծրագրերով, շարունակած գյուղատնտեսության ոլորտում
արտոնյալ վարկերի տրամադրման ծրագրով եւ այլն եւ այդպես շարունակ եւ սա նույնպես շատ էական դեր է խաղացել Հայաստանի տնտեսական այն հաջողությունների գործում, որը մենք ունենք։ Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականի արդյունքներով մենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկել ենք Հայաստանի Հանրապետության եւ նախորդող շրջանում 2021-ից 2026 թվականը մենք տարեկան միջինում արձանագրել ենք 7.9% տնտեսական աճ։ Ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի նախընտրական ծրագրով մենք նախատեսել ենք եւ խոստացել ենք միջինում 7% տնտեսական աճ եւ այդ ցուցանիշը մենք գերազանցել ենք, իսկ 2017-ից 2025, 2018-2025 թվականներին մենք ապահովել ենք 5.8% տնտեսական աճ։ Կարևոր է արձանագրել, որ այս ցուցանիշները բարձր են թե միջին համաշխարհայինից եւ թե ԵԱՏՄ-ի միջինից, ինչը նշանակում է, որ ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը այդ թվում տնտեսական քաղաքականության ոլորտում բերել է կոնկրետ արդյունքներ եւ սա մեզ որոշակի վստահություն է տալիս Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու եւ Հայաստանում ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհին եւ ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել եւ ընդգծել, որ 2026 թվականի մայիսի 28-ին տեղի ունեցավ մեր նոր բանակի զորահանդեսը, որը շատ մեծ իրադարձություն դարձավ բոլորիս համար, Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որտեղ իսկապես մեզ հաջողվել է մի քանի տարիների ընթացքում լրջորեն բարեփոխել բանակը այն աստիճան, որ մենք հնարավորություն ունենք ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը ունի նոր բանակ, ընդ որում ես ուզում եմ ընդգծել ոչ միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը օտար երկրը, այլև Հայաստանի Հանրապետությունում իրական ռազմարտունաբերության համալիրի ձևավորումը, որովհետև 2022 թվականից կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամ է ներդրել ռազմարտունաբերության ոլորտում եւ մենք այսօր ունենք մի ռազմարտունաբերություն, որը նաեւ հետաքրքիր արդեն զարգացումներ ունի միջազգային շուկայի ուղղությամբ, արդեն իսկ տեղի են ունեցել առաջին արտահանումները, արդեն իսկ կնքվել են առաջին պայմանագրերը, որոնք արդեն բավականին տեսանելի եւ ծավալուն թվեր են Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես ոլորտի համար, բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ մենք բանակում այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք իրականացրել, այդ թվում պաշտպան հայրենիաց ծրագիրը, որը նույնպես բյուջետային բավականին մեծ ծրագիր է եւ պաշտպան հայրենիաց ծրագիրը հետեւյալի մասին է, որ 18 տարեկան զորակոչիկները որոշակի պատրաստությունից հետո դառնում են պայմանագրային զինծառայողներ եւ իրենց ատեստավորման, կամավոր ատեստավորման տոկոսներին համապատասխան ստանում են աշխատավարձ, վարձատրություն բավականին բարձր, ինչը նաև էական սոցիալական փոփոխություն է բերում մեր հանրապետության կյանքում, նաև պաշտպան հայրենիացի ծառայողները հնգամյա ժամկետի ավարտից հետո նաև ստանում են պատվովճար 5 միլիոն դրամ, իհարկե նաև հնարավորություն ստանալով շարունակել ծառայությունը։ Բանակի հետ կապված հաջորդ կարևոր նորությունն այն է, որ այս տարվանից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները բանակում ծառայություն ստանալու պահից նաև բնականի գնման սերտիֆիկատ կստանան հաշվարկված Երևան քաղաքի գներով։ Այսինքն իրենք կընտրեն, ուզում են Երևան քաղաքում գնեն, թե որևէ մարզում գնեն, եւ սա նույնպես կարծում եմ էական սոցիալական գործոն է։ Ես առիթ ունեցել եմ ասելու հարգելի գործընկերներ, որ 2021-22 թվականից մենք որդեգրել ենք քաղաքականություններ, երբ մեր որոշումները, այդ թվում բյուջետային տարբեր ծրագրերով իրենք զուգահեռ մի քանի նպատակներ են հետապնդում։ Այսինքն իրենք մի հարթություն ունեցող ծրագրեր չեն, ինչպես օրինակ անկախիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որը այո ունի շատ կարևոր սոցիալական նշանակություն, բայց նաև ունի
ստվերի կրճատման եւ հաղթահարման հետ կապված կարևոր նշանակություն։ Պաշտպան հայրենիակ ծրագիրը օրինակ ունի իհարկե մեր բանակի եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով էական նշանակություն, բայց մյուս կողմից կարևոր է արձանագրել նրա սոցիալական նշանակությունը, որովհետեւ նախ միայն այն փաստով, որ զինվորների ծնողները ազատվում են իրենց զինվորներին բանակում պահելու մեծ հայտնի երևույթից, հակառակ երևույթն է տեղի ունենում, այսօր բազմաթիվ զինվորներ իրենց ընտանիքների համար ապահովում են եկամուտներ, որոնք նախկինում հասանելի չեն եղել այդ ընտանիքներին, եւ սա նույնպես սոցիալական, էական եւ որոշակի փոփոխություններ է բերում։ Հարգելի գործընկերներ, մենք բոլոր ոլորտներում ունենք շատ էական փոփոխություններ եւ զարգացումներ արտաքին քաղաքականության ոլորտում, վիզաների Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացն է սկսել եւ ամբողջ թափով ընթանում է։ Մենք համոզված ենք, որ առաջիկայում այն հաջողությամբ ավարտին կհասցնենք։ Դպրոցաշինության անդրադարձը պակաս կարևոր չեմ համարում ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որը նույնպես ունի թե կրթական եւ թե սոցիալական էական նշանակություն։ Պիտի արձանագրեմ նաեւ, որ մենք առաջիկայում պլանավորում ենք նաեւ այս բոլոր ուղղություններով մեր գործունեությունը շարունակել, մասնավորապես ատեստավորված ուսուցիչները առաջիկա հնգամի երկրորդ ատեստավորում անցնել, եւ եթե առաջին դեպքում նրանց դրույքաչափը 100,000 դրամից կրկնապատկվում է 200,000 դրամ գումարած 200,000 դրամի նկատմամբ ատեստավորման տոկոսը, հաջորդ փուլում արդեն մենք ունենանք 300,000 դրամ դրույքաչափ եւ ատեստավորման տոկոսը տարածվող այդ 300,000 դրամի վրա հաջողությամբ շարունակվել է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում աջակցության ծրագիրը, որը նույնպես շատ կարեւոր եւ էական սոցիալական ծրագիր է, նաեւ էական եմ համարում մինչեւ 2 տարեկան երեխայի ծննդյան դեպքում մայրական խնամքի նպաստը, որը մենք վերջին տարիներին էականորեն բարեփոխվեցինք եւ ըստ էության տարածել ենք բոլոր երիտասարդ մայրիկների վրա, որովհետև նախկինում գիտեք, որ միայն աշխատող մայրերն են ստանում, մենք նախ ավելացրեցինք այդ նպաստի չափը 26,000-ից դարձնելով 31,000 դրամ, ապա գյուղական վայրերում աշխատող մայրիկների համար մենք նպաստի չափը կրկնապատկեցինք։ Պիտի արձանագրեմ, որ հաջողությամբ ընթանում է նաև սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոն դրամով բնակարանի տների շինարարության ծրագիրը, որը մենք այս տարի արդեն որոշակի նոր քվոտաներ ենք սահմանել եւ առաջիկայում իհարկե մեզ սպասվում է այդ ծրագրի որոշակի վերափոխում, որովհետև այն կդառնա ոչ միայն զուտ սահմանամերձ բնակավայրերի հետ կապված խնդիրների լուծման, այլև հանրապետության այլ տարածքներում նաև դպրոցների եւ մանկապարտեզների ներդրման ծրագիրը ավելի արդյունավետ դարձնելու միջոց ուզում եմ հիշեցնել, որ Վայոց ձորի Գոմք բնակավայրում մենք արդեն այդպիսի փորձ ունենք, որը հաջողված փորձ է եւ առաջիկայում մենք արդեն ունենք նաև 1-2 այլ բնակավայրեր հանրապետության տարբեր տարածքներում, որտեղ մենք այս աշխատանքը իրականացրել ենք։ Պիտի նաև արձանագրեմ, որ 2025 թվականին սկսել է բավականին լայն թափով Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակավորման ծրագիրը, պիտի ասեմ, որ շուրջ մոտ 30,000 Ղարաբաղի մեր հայրենակիցները արդեն ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, 40,000 են արդեն, մոտ 40,000 ստացել են քաղաքացիություն եւ մենք արդեն շուրջ 50 միլիարդ դրամի բնակարանի ապահովման գծով հատկացումներ ենք իրականացրել եւ արդեն մի քանի հազար ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ եւ բնակավորվել են նաեւ առաջիկա 10 տարվա ընթացքում մենք պլանավորում ենք շուրջ 800 միլիարդ դրամ հատկացում անել, որպեսզի արմատապես այդ խնդիրը լուծել։
Հարգելի գործընկերներ, իհարկե 2025 թվականի պետական բյուջեի մասին կարելի է դեռ խոսել, բայց ես այստեղ կամ կառնեմ եւ ուզում եմ մի նրբության վրա հրավիրել մեր բոլորի եւ մեզ հետևող մեր սերելի հայրենակիցների ուշադրությունը մանավանդ ընտրություններից հետո այս ընթացքում իհարկե մեր հայրենակիցները տարբեր բնակավայրերում, տարբեր մարզերում, տարբեր քաղաքներում տարբեր հարցեր են բարձրացրել եւ իմ արձագանքը եղել է հետեւյալը, որը իր մեջ իհարկե պատկերավորության որոշակի էլեմենտ պարունակում է, բայց մեծ հաշվով նաեւ շատ առարկայական նշանակություն ունի տարբեր բնակավայրերում, երբ որ տարբեր հարցեր են բարձրացնում, իմ արձագանքը եղել է հետեւյալը, որ մենք այդ բոլոր խնդիրները կհասցեագրենք, միայն մի պայման ունեմ, որ գյուղի կամ քաղաքի կամ թաղամասի կամ բնակավայրի բնակիչները երբեք որևէ գնում անելիս խանութից կամ վաճառքի կետից չհեռանան առանց հսկիչ դրամարկային կտրոնի։ Էլի եմ ասում, այս արտահայտությունը որոշակի պատկերավորության էլեմենտ պարունակում է, բայց միայն մասամբ, որովհետև սա ճշգրիտ է արտահայտում այն մեթոդաբանությունը եւ մեխանիզմը, որով մենք լուծում ենք հարցեր եւ որով ավելանում են հարցեր լուծելու մեր կարողությունները եւ ես մտածում եմ, որ առաջիկայում մենք կարող ենք նույնիսկ որոշակի արհեստական բանականությունը գուցե նաեւ մեզ կօգնի որոշակի գործիքներ ներդնել տեսնելու համար, թե որ բնակավայրերում են, որ ստվերը առավել արագ է կրճատվում եւ գուցե թե մենք այդ թվում սուբվենցիոն մեխանիզմներով կամ այլ մեխանիզմներով որոշակի լրացուցիչ գործիքներ կնախատեսենք այն բնակավայրերի համար, որտեղ մենք կտեսնենք, որ ստվերի կրճատումը տեղի է ունենում ավելի ինտենսիվ, որովհետև ես համոզված եմ, որ մեր բոլոր բնակավայրերում այս ուղերձը աշխատում է, այդ ուղերձը տեղ է հասել, բայց այնուամենայնիվ ինտենսիվության տարբեր չափեր կարող են լինել եւ մենք տարբեր տեղերում ինտենսիվության այդ չափը կարող ենք դարձնել լրացուցիչ գործոն եւ լրացուցիչ գործիք, որպեսզի մենք ֆինանսավորենք ծրագրերը։ Առաջիկա տարիներին նաեւ մեր պայմանավորվածության համաձայն ջրի հետ կապված հարցեր լինելու են բացարձակ առաջնահերթությունների հնգյակում, որովհետև մենք շատ մեծ ներդրումներ ենք արել ջրային ոլորտում, բայց նաև շատ մեծ աշխատանք կա դեռ անելու եւ ինչպես խոստացել եմ, առաջիկայում մենք ջրի հետ կապված հարցերին առավել մեծ ուշադրություն կդարձնենք, ընդ որում 3 կոմպոնենտներ ուզում եմ ընդգծել։ Առաջինը խմելու ջրի մատակարարում, երկրորդը ոռոգման ջրի մատակարարում եւ ջրահեռացում։ Մենք արդեն եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում եւ Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մեջ գրել են, որ մեր ռազմավարական ծրագիրը հետեւյալն է, որ առանց մաքրման ոչ մի լիտր օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն, բայց սա նշանակում է նաեւ իր հերթին, որ մենք ջրի ավելի մեծ քանակներ օգտագործելու հնարավորություն ենք ունենալու, որովհետև մաքրված ջուրը ավելի մեծացնում է այն ծավալները, որը մենք կարող ենք օգտագործել։ Եվ ընդհանուր առմամբ իհարկե մենք բյուջետային մեր գործերը լավ են, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ասել, որ գոնե այս պահի դրությամբ մենք ընդհանում ենք արդեն անդրադառնալով 2026 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներին, մենք ընդհանում ենք մոտավորապես 30 միլիարդ դրամի, ես մի քիչ 10 պակաս եմ ասում, որ լավ, որ տենց բացահայտեցիք, 10 պահել էի, որ ասենք ինչ-որ մի բանի համար պետք է 40 միլիարդ դրամի գերակատարման ծրագրով ենք առաջ գնում եւ մենք մեր ընկալում այն է, որ այս մակարդակը առնվազն կպահպանվի, որովհետեւ տնտեսությունը ակտիվ է եւ ուզում եմ նաեւ կանխատեսել, որ տնտեսությունը կակտիվանա նաեւ առաջիկայում, մասնավորապես մեծ իրադարձություն եմ համարում Նիդերլանդների թագավորությունում վարդերի շուկայի հասանելիությունը հայաստանյան արտադրողների համար, որովհետև այն ծաղկի արտադրողները, որոնք հասանելիություն ունեն Նիդերլանդների թագավորության շուկային, հասանելիություն ունեն ամբողջ աշխարհին։
Մենք ընդամենը 1.5 ամիս առաջ Ֆանտան գյուղում հերթական ջերմոցի բացման արարողության ժամանակ քննարկում ենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի Նիդերլանդների վարդի շուկային հասանելիություն ունենա, բայց ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, հարգելի գործընկերներ, եւ մենք հիմա հասանելիություն ունենք ոչ միայն Նիդերլանդների վարդի շուկային, այլև մենք փաստացի ունենք հստակ քաղաքական հանձնառություն, որ Հայաստանի Հանրապետությունից գյուղմթերքը Եվրոպական միություն կարտահանվի առանց մաքսատուրքի եւ առաջիկայում սա կդառնա իրողություն, սա նշանակում է, որ մեր գյուղատնտեսության եկամտաբերությունը կաչի։ Իհարկե որակի որոշակի նաեւ փաթեթավորման եւ այլն նորություններ եւ նորամուծություններ կլինեն, բայց դա նաեւ կանխատեսված է մեզ համար, որովհետեւ մենք նաեւ պլանավորել ենք գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծում, որտեղ նաեւ ապրանքների տեսակավորման մասին կարող է խոսք գնալ եւ այդպես շարունակ։ Իհարկե առաջիկա մեզ ակտիվ աշխատանք է սպասում նաեւ Եվրասիական տնտեսական միությունով, եւ մենք այդ աշխատանքը կկատարենք բայց միևնույն ժամանակ մենք այս ընթացքում տեղի ունեցող գործընթացները կուսումնասիրենք եւ Եվրոպական միության հետ արդեն ունենք պայմանավորվածություն, որ արագ արձագանք կլինի 50 միլիոն եվրոյի աջակցության ձևով եւ մենք այդ գումարները կօգտագործենք այն դեպքերի համար, երբ կտեսնենք, որ չարթարացված ձևով, այսինքն արտանման խոչընդոտներ են ստեղծվել, բայց իհարկե մեր քաղաքականությունը շարունակելու է անկախ ամենից, մեր քաղաքականությունը շարունակելու է մնալ արտանման շուկաների դիվերսիֆիկացում։ Ուզում եմ ուղիղ ասել, որ մենք շատ երկար համոզում ենք, խնդրում ենք, փորձում ենք աջակցել մեր տնտեսվարողներին, որպեսզի իրենք դիվերսիֆիկացնեն արտանման շուկաները եւ այս ուղղությամբ որոշակի շարժեր իհարկե կան, որովհետեւ Եվրամիության ուղղությամբ մեր արտանումը կրկնապատկվել է, Չինաստանի ուղղությամբ մեր արտանումը կրկնապատկվել է, Հնդկաստանի ուղղությամբ մեր արտանումը 87%-ով մոտավորապես աճել է, բայց սա էլի ուզում եմ ասել, որ շատ մեծ հնարավորություններ են Հայաստանի համար, այդ թվում գյուղատնտեսության համար, որովհետև սա մեծ հնարավորություն է գնային նոր սեգմենտ մտնելու եւ գյուղատնտեսության ավելի եկամտաբեր ճյուղ դարձնելու համար եւ մենք առաջիկայում անպայմանորեն այս ուղղությամբ կաշխատենք եւ նաեւ որպեսզի շատ չերկարացնեմ կարևորագույն ուղղություն եմ այս առումով համարում այն որ զբոսաշրջությունը մեր երկրում եթե չչափազանցնենք բում է ապրում որովհետեւ երկնիշ աճեր ունենք զբոսաշրջությամբ այս պայդրությամբ ունենք բացարձակ ռեկորդ հունվար մայիս ամիսների համար բոլոր ժամանակների Սա նաև մթերքի արտանման եւ ընդհանրապես արտանումների կոնտեքստում եմ ասել, որովհետեւ զբոսաշրջիկի կողմից սպառվող արտադրանքը նույնպես արտանվում է, որովհետեւ մեծ հաշվով տարբերություն չկա այդ ապրանքը նա սպառում է իր քաղաքացիության երկրում, թե գալիս է Հայաստանի Հանրապետությունում, կարծում եմ ընդհակառակ այստեղ սպառման հայկական հայաստանյան ապրանքի սպառումը ավելի ընդլայնվում է, որովհետև եթե այնտեղ ապրանքների հասանելիությունը հայաստանյան սահմանափակ է, այստեղ էականորեն ավելի լայն է եւ շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իր զարգացումը որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն եւ սա կապված է նաեւ իհարկե խաղաղության հետ, սա կապված է ներքին անվտանգության հետ եւ մենք ինստիտուցիոնալ էական բարեփոխումներ ենք իրականացրել այդ թվում ներքին անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, բայց հարգելի գործընկերներ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ ենթադրում եմ, որ ձեզնից առնվազն մի մասը գիշերը չի քնել, ես այստեղ կդադարեցնեմ իմ զեկույցը 2025 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ, չնայած սրանով աշխատանքը չի ավարտվում, մեր նշված գործընկերների մի մասը ստիպված կլինեն մնալ եւ շարունակել այս հետաքրքիր աշխատանքը եւ ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում այս աշխատանքի առիթով եւ եւս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի առումով եւ իհարկե այս համոզիչ հաղթանակը կդառնան նոր ավելի ու ավելի համոզիչ արդյունքներ, այդ թվում քրեական օլիգարխիայի դեմ պայքարի ուղղությամբ, որը լինելու է մեր առաջնահերթություններից, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ հստակ ասել, որ այս ուղղությամբ մենք գործելու ենք առանց հետաձգումների, ընդ որում գործելու ենք մի քանի ուղղություններով, արդարադատությունը պետք է կայանա, արդարադատությունը պետք է տեղ ունենա, բայց միևնույն ժամանակ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը պետք է հասնի իր լրումին, նաև համայնքային եւ պետական շահերի պահպանության ուղղությամբ պետք է մենք աշխատել, բայց ես նաև ուզում եմ ասել, որ 2018 թվականից մինչև հիմա մենք ավելի քան տարբեր եղանակներով, այդ թվում պետական բյուջեի հարկային եկամուտների անհամաչափ աճերով մենք անհամաչափ նախորդող շրջանի նկատմամբ մեզ համար համաչափ դեռ հələ մի բաներ մենք այդ տեմպը պետք է մեծացնենք, բայց նախորդող շրջանում մենք առնվազն 8 միլիարդ դոլարի միջոցներ վերադարձրել ենք, ուղղել ենք, հանել ենք ստվերից եւ ուղղել ենք Հայաստանի Հանրապետության զարգացմանը եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր բոլորովին ուրիշ պետություն է, քան էր 2018 թվականին եւ կհամարձակվեմ պնդել, որ Հայաստանի այսօր Հանրապետությունը այսօր շատ ավելի լավ պետություն է, շատ ավելի անկախ, շատ ավելի ինքնիշխան, շատ ավելի կայացած, շատ ավելի անվտանգ եւ բնականաբար խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ։ Եվ այս առիթով ուզում եմ շնորհավորել բոլորիս, շնորհակալ եմ։